Բարի երեկո, ձեզ այդ սուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ եւ կարեւոր չէ թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ Նախորդ թողարկումներից մեկում հարկային փոփոխությունների համատեքստում անդրադարձել ենք Մեղրաձորի ոսկու արդյունահանմամբ զբաղվող Մեղրաձոր Գոլդ ընկերության գործունեությանը։ Այս անգամ անդրադարձը սակայն պայմանավորված է Մեղրաձորի բնակիչներից ստացված ահազանգով։ Պարզվում է ընկերությունը, որը մինչև այժմ Մեղրաձորի հանքից հանում էր հումքը եւ երկաթգծով 150 կիլոմետր տեղափոխում Արարատ, ավելի ստույգ Սոտքի հանք վերամշակման, որոշել է հենց գյուղում կառուցել ոսկու կորզման արտադրամաս։ Մասնավորապես գյուղացիներին հիմնականում մտահոգում է ցիանի օգտագործումը, ինչը սպառնալիք է թե բնակչության եւ թե բնության համար, ուսային դեպքում, երբ Մեղրաձորը համարվում է հանգստի գոտի։ Հերիք չէ հանքը բաց են շահագործում, հիմա էլ ուզում են զուլարան կառուցել, որ մարդիկ ստիպված հեռանան, նշում են մեղրաձորցիները։ Ահազանգի հետքերով Մեղրաձոր հասած մեր խումբը ուշագրավ մանրամասներ է պարզել։ Գյուղապետը դեմ է արտահայտվել նախագծին, սակայն գործարանի տնօրենը ներկայացրել է հակառակը։ Գյուղացիները նշել են, որ թեպետ գործարանի տնօրինությունը հավաստիացնում է, որ ոսկու կորզման արտադրամաս չի կառուցվելու, սակայն ինչպես իրենք են ասել, աչքներից թոզ են փչում։ Ու զարմանալին այն է, որ միայն մեր բացահայտումից հետո են տեղեկացել, որ ընկերությունը ոսկու կորզման արտադրամասի բացման հետ կապված անցկացնում է փորձաքննություն։ Արտադրամասի կառուցման նպատակահարմարության հարցը քննարկվում է բնապահպանության նախարարությունում։ Ու եթե հաշվի առնենք, որ մեղրաձորցիների մի մասը աշխատում է այս գործարանում ու հասկանալի պատճառներով չի բողոքում, ապա կարելի ասել, որ այս պատմությունը բավականին խճճված է։ Ներկայացնում եմ Շուշանիկ Միրզոյանի Արդիբաշի ոսկիները հետաքննությունը։ Մենք այս ջրից լրիվ օգտվում ենք։ Էսի մեր ամեն օրվա ջուրն է։ Աշխարհի ամենաուժեղ թույնն է ցիանն։ Որտա ոսկունից ավանդեղ այս ջուրը փճանալ։ Մեղրաձորցիներից շատերը Արարատի նման օգտվում են ջրհորներից, այնպես որ ցիանի անուն լսելով անմիջապես շրջապատում են նրան։ Իրանց կոյուղին գալիս է լցվում է գետին մեր անասուններն են խմում։ Այս սարիցում կբերեն լցնում են ստե, ուշքարան գտնում են լցնում են գետի դեր։ Անձրևն էլ գալի է ցեխաճուրը լրիվ է թույնա լրիվ։ Այդ կան ամունալա տերակեզերի վեն տերակցերը մեջ։ Այդ հումքը լրիվ լվանում լցմա ջուր։ Մեր ջրերից ենք օգտվում, չկարենանք մեր ջրից անեն խմենք։ Վերանալու է լրիվ էս մեր լավ բնություն է։ Ինչի հասկանում թե ինչից է։ Կովերն ընկել են սակում են, եկա մի ֆերգություն չան, հենց իմ տեկորկու անասունն են, երկու քցեց։ Իրան ջուրը որ գալիս է, երկրորդ ջրից արդեն լրիվ կարտոշկաները չորան։ Կրքերը բորբոքվում են, երբ մարդիկ մեր նկարահանող խմբից տեղեկանում են, որ Մեղրաձոր Գոլդ ընկերությունը չի հրաժարվել գյուղի տարածքում ոսկու կորզման արտադրամաս կառուցելու։ Խոսակցություն գնաց նրա համար, որ վերջը կտրականապես դեմ են, այդպես բան չի լինելու, ոչ դնելու են, ոչ էլ։ Հիմա այս նորից էտման նորից ուզում են դնել, չեմ հասկանում։ Այս սարուքարը պատկանում է մեզ, եւ պետք է պայքարել մինչեւ մեր վերջը։ Անցած դեկտեմբերին համապատասխան նախագծի հասարակական լսումների ժամանակ հանդիպելով գյուղացիների դիմադրությանը, ընկերության ղեկավարությունը հրապարակավ հրաժարվել էր մտադրությունից։ Որոշ ժամանակ անց, սակայն նախագիծը փորձաքննության էր ուղարկվել։ Նախագիծը հիմա գտնվում է փորձաքննության շրջանակներում։ Համազգեստի որպես նման գործան արտադրամաս մեր համայնքում ուսումնասիրած մացել։ Համայնքի ղեկավարը երկրորդ լսումների ժամանակ տվել է դրական եզրակացություն։ Անկախ մարդկանց կարծիքից Մեղրաձոր Գոլդը մտադիր չէ հրաժարվել ոսկու կորզման արտադրամասի գործարկումից։ Ինչու՞։ Ես տեսա, որ խառնվում են իրար ժողովուրդը։ Մեսօր կանչեցի, ասացի, ինչ եք ուզում, եթե չեք ուզում ստեղ դնել։ Ես խնդրեմ, ասեմ, կառավարությանը կդիմեմ, ինչ որտեղ մոտիկ։ Իրանք կհաստատեն տարածք, այդտեղ կան, բայց օգտողները ներվի այդ տարածքի այդ համայնքի տարածք։ Ֆարուխ գյուղ կա, այսօր մեր թեմզավոդի կողքը, այդտեղ փորձել այդտեղ չեն թողել։ Ու մեր հրազդան մարշում սեփականատեր կա այդ տարածքում, տարածքն է փորձել տրամադրել, բնականաբանց կարող է բնակչության կողքին նման գործարան լինել։ Բնակչության մեծ մասը կողմնակից է դրա կառուցմանը։ Ասե կողմ չկա, այս Բախտվելով ճշուն գործադրելով, այս արմեղ երեխեքին են ուզում վնասել։ Մենք էլ ենք մարդ։ Ինչ է, ինչ է ուզում մեզնից։ Մենք դեմ ենք, ճանապարհը փակելու ենք, եթե ուրիշ հնարք չլինի, երեխաներով, կնանոցով, աղջիկներով միանալու ենք ճանապարհը փակենք, չթողենք դաժե հանքը աշխատի։ Եթե ինքը փորձի գործարանը դնել։ Գյուղի անմիջական հարևանությամբ նման արտադրամասի գործարկումը չի ազդի ոչ մարդկանց առողջության, ոչ էլ շրջակա միջավայրի վրա։ Ցիանի արտահոսք հնարավոր չէ, վստահեցրին մեզ Մեղրաձոր Գոլդում։ Զրույցի ընթացքում տնօրենը թույլ է տալիս լեզվի սայթաքումներ, որոնք ավելի ուշագրավ էին մեզ համար։ Այս հանքավայրը արդեն սպառման փուլում է։
Այսինքն շատ քիչ հանքաքար է մնացել։ Ես որոշեցի, որ գնամ այդ ծախսերին, գնամ այդ պրոյեկտին, ասենք ինքնուրույն լինեմ։ Բացանք կա հիմա, տարիքեսեր ավել գործում է, բայց իրանք հենց հարցում են բացանքի մասին, ինքը հերքում է փաստ։ Ընկերությունում փորձաքննության դրական եզրակացությունը հավանական են համարում։ Բնապահպանության նախարարությունում էլ խնդրի շուրջ պարզաբանումներ խոստանում են տալ աշխատանքների ավարտից հետո, երբ հայտնի չէ։ Ասենք պետական այդ կառույցի կարծիքը բնակիչներին չի էլ հետաքրքրում։ Մեղրաձոր Գոլդի ղեկավարության հետ փոխհամաձայնություն հնարավոր է միայն մի դեպքում։ Ժավելը առաջի կարգ, առաջի դասի։ Ցյանի երկրորդ դասի։ Ցյանի անունը, որովհետեւ Դիրեկտորը մեզ ռոամբոքս 01 գրամ ցյան խմի, թող բերեն ինչ ուզում են տնեն։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Խարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Բանկային համակարգի խնդիրներին մեր նախորդ տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց։ Նշել ենք, որ ահազանգողները բողոքում էին անհիմն միջնորդավճարներից, վաճառակետերում եւ բանկերում բանկային քարտերը սպասարկելու աշխատակիցների հրաժարվելու պատճառներից։ Մարդիկ հիմնականում ստացել են հետևյալ պատասխանը. խնդիրները կապված են առկա համակարգի խափանման հետ։ Մինչդեռ արկայի ղեկավարը նշեց, որ իրենց աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չկա, որ համակարգի վերազինման եւ այն առավել արդյունավետ դարձնելու աշխատանքներն ավարտվել են փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը եւ հենց բանկերն են պատասխանատու վճարման համակարգի խնդիրների համար։ Ինչու ենք նորից անդրադառնում դրանց։ Նախ, գործ ունենք մի ոլորտի հետ, որին առնչվում է բնակչության մի ստվար զանգված, թոշակառույց մինչև բարձրաստիճան պաշտոնյա։ Երկրորդ, տեսանյութից հետո մարդիկ զանգահարեցին եւ դժգոհեցին, թե ներկայացրել են միայն միջնորդավճարների հետ կապված խնդիրը։ Մտահոգիչ է նաեւ այն, որ բանկերին փոխանցված աշխատավարձերը ստանում են մեկ շաբաթ ուշացումով։ Եվ երրորդ, անցած շաբաթ ուշագրավ մանրամասների հայտ եկան, կապված մասնավորապես առկա համակարգի տնօրենի տեսանյութում հնչեցրած հայտարարությունների հետ։ Դրանց ճշմարտացիության եւ ամբողջականության առումով նկատառումներ ունի նաեւ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը։ Հավատարիմ, համակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանման մեր սկզբունքին լսեցինք նաեւ նրան։ Այդուհանդերձ կարծում եմ, որ ոչ թե մեղավորներ պետք է փնտրել, այլ արագ շտկել թերությունները եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել հետագայում նման իրավիճակներ բացառելու համար։ Ներկայացնում եմ Նելի Արությունյանի զգուշացրու նոր կորզիր հետաքննության երկրորդ մասը։ Բանկային համակարգի աշխատակիցները վերջին 1-2 ամիսը գիշերները համարյա չեն քնել։ Փորձել են վայրկյան առաջ կատարել հերթական կարգավորումը, որպեսզի արքա պրոցեսինգային նոր համակարգի ներդրումը հաճախորդների համար ընթանա հնարավորինս աննկատ։ Թեև Հայաստանի բանկերի միության նախագահը չի ժխտում, որ թերություններ ճիշտ է եզակի, բայց եղել են։ Այդտեղ կարող են լինել որոշակի թերություններ, որոշակի զարգացումներ, որոնք մենք ընթացիկ գործունեություն ենք համարում եւ շտկում ենք։ Իդեպ Աշոտ Օսիպյանը պարզաբանեց, որ համակարգային փոփոխության գործընթացն այնքան էլ ավարտված չէ, ինչպես անցած շաբաթ պնդում էր Արքա ընկերության տնօրեն Իշխան Մխիթարյանը։ Հին համակարգից նորին անցումը իրականացվեց ամսի 8-ի լույս 9-ի գիշերը ու առավոտվա ժամը 7-ից սկսած աշխատում է արդեն Արքայում նոր համակարգ։ Պրոցեսը ավարտված է։ Այսօր նոր ծրագրի ներդրման գործընթացի շարունակական փուլերից մեկն ենք մենք իրականացնում եւ ես համոզված եմ, որ մինչեւ մարտի վերջ մենք ունենանք լիովին նոր եւ զարգացած միջազգային ստանդարտների համապատասխան պրոցեսինգ կենտրոն։ Ինչևէ փոփոխությունների մասին քարտապանները պետք է հստակ իմանան մի բան, որ ամեն ինչ նախաձեռնվել է դրական առաջընթացի համար։ Բանկը դա վստահությունն է։ Եթե որ բանկը վստահությունը կորցրեց, իսկ թալանով խաբեբայությամբ դու վստահությունը կորցնես։ Այդ պարագայում արդեն բանկը կարող է դուռը փակել եւ գնա տուն։ Բանկային համակարգը մեր երկրում տնտեսության ամենաազատական ճյուղերից է։ Կենտրոնացում չկա, հետեւաբար մրցակցությունն էլ ամենաթեժերից է, ինչը հաճախ ստիպում է զոհողությունների գնալ։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդը թանկարժեք նվաճում է։ Mastercard մտեք տեսեք, քանի բանկա առաջարկում։ Դրա համար, եթե քարտի տարեկան սպասարկման վարձը ենթադրենք $200 արժի $300, մենք օրինակ քարտի սպասարկման վարձ կա բանկ չի գանձում, բանկը գանձում է։ Համակարգում տրտնջում են, որ պլաստիկ քարտերից բանկերը դեռևս գումար չեն աշխատում։ Առայժմ միայն ներդրումներ են կատարում ու անվերջ ծախսում։ Միայն մեկ բանկոմատն արժե $28,000, իսկ դրա այսպես ասած աշխատանքային կյանքը 3 տարի է։ Բանկերի միության նախագահի պնդմամբ ոլորտի շահութաբերության մասին պատկերացումներն էլ ուռճացված են։ Այդ շահույթը կա, որովհետև մենք հրապարակային ենք 100%-անոց հայկական բանկերը ստվերից դուրս են։
Եվ բոլորս մեր շահույթները հրապարակում ենք, բայց եթե դուք նայեք շահութաբերությունը, շահութաբերության նորման բավականին ցածր է հայկական բանկերի, որը 10-ից 11% է։ Ի համեմատություն մերպես երկրների շահութաբերությունը 15% է։ Ինչ վերաբերում է միջնորդավճարներին, ապա դրանք յուրաքանչյուր առևտրային բանկ սահմանում է ինքնուրույն։ Կենտրոնական բանկը գուցե ստիպված լիներ դրանց առավելագույն շեմ սահմանել, եթե մեր բանկային համակարգը պակաս ազատական լիներ։ Միջնորդավճարները ընդունում են առևտրային բանկերը, բնական է ելնելով այն ինքնարժեքի ծառայության, որը արկա է այս կամ այն ծառայության գծով։ Իդեպ քարտային շուկայի աշխուժացմանը հաջորդած եւս մի խնդրի հնարավոր չէ չանդրադառնալ։ Մանրամասնեմ, շատ մասնավոր ու բյուջետային հիմնարկների, նաեւ պետական մարմինների աշխատակիցներ հաճախ են բացահայտում, որ ասենք առավոտյան ժամը 10-ին փոխանցված աշխատավարձը քարտով կարողանում են կանխիկացնել միայն ժամեր, իսկ որոշ դեպքերում 1-2 օր անց։ Այս իրավիճակը ամենևին էլ նոր չէ։ Նրանք հիմնականում հարմարվել են դրան եւ հատուկ բողոքով բանկ դիմելու ոչ մի անհրաժեշտություն չեն նկատում։ Հավանաբար այդ պատճառով բանկերի միության նախագահը զարմանում է, որ նման խնդիր առհասարակ գոյություն ունի։ Եթե փոխանցումը կատարում է 10 րոպեից հետո կամ 5 րոպեից հետո դուք ուզենաք կանխիկացնել կամ վճարում կատարել, դա չեք կարող։ Դա որոշակի աշխատատար process է։ Եվ այս արքայի ծրագրային փոփոխությունը կբերի նրան, որ ինքը ավելի կարագացնի։ Առավելագույնը որքան ժամանակ կարող պահանջվի, որպեսզի գործատուի փոխանցած գումարը արդեն աշխատողը կարողանա ստանալ։ Գիտեք, ճիշտն ասած, ես պետք է ասեմ, որ դա կախված է որ ժամին է փոխանցում։ Հիմա դուք շատ մասնագիտականից հարցեր եք տալի։ Առավոտյան 10-ին փոխանցվել է, ինձ թվում է դա սեանսներից է կախված փոխանցման, ինձ թվում է դա ժամը 1-ին, 2-ին արդեն հասանելի կարող է լինել քարտական։ 3 սուբյեկտ ունենք այս գործընթացում, պետք է նայել, թե որ սուբյեկտն է մեղավոր այս իրավիճակում։ Ես չեմ ուզում մեղքը գցեմ գործատուի վրա, չեմ ուզում մեղքը գցեմ բանկի վրա, չեմ ուզում արքային մեղադրեմ։ Դրա համար որպես մասնագետ ես կուզենամ տեսնեմ այն դեպքերը եւ ձեզ ասեմ ինչն է պատճառը։ Ինքս լինելով բանկեր պետք է ասեմ, որ հիմնականում այդպիսի բողոքներ կամ այդ դեպքեր ես չեմ հանդիպել։ Եթե բարով խերով ստացել եք աշխատավարձը եւ ոգեվորված սկսում եք ծախսել, մի մոռացեք հաճախակի ստուգել հաշվի մնացորդը։ Պահպանեք անդորագրերը, նաեւ քարտային գործարքների քաղվածքները։ Միայն դրանց արկայությամբ կարող եք հայտնաբերել սխալմունքն ու շտկել այն։ Իդեպ թոշակառուները կարող են չմտահոգվել, նրանց քարտերը սպասարկվում են անվճար, առանց միջնորդավճարների։ Բանկերի միության նախագահի հավաստմամբ նրանք ոչ մի դեպքում քարտից թոշակը կանխիկացնելիս գումար կորցնել չեն կարող։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Տուն չունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու, ինչպես նաև խնդիրը լուծելու խոստումներ տրվել են տարբեր ամբիոններից։ Նախորդ տարիներին կառավարությունն իսկապես իրականացրեց մի շարք ծրագրեր, որոնցով մասնավորապես ցածր տոկոսադրույքներով բնակարան են ունենալու սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ։ Մեծ արձագանք գտավ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում բնակարան ձեռք բերել հիպոթեկային վարկով, Երևանում 8,5, իսկ մարզերում 6,5% տոկոսադրույքով։ Ծրագիրը գործում է 2010 թվականից եւ դրանից օգտվել են հարյուրավոր ընտանիքներ։ Սակայն ծրագրի մի շարք չափորոշիչներ որոշ դեպքերում անհարկի խոչընդոտներ են ստեղծում բնակարան գնել ցանկացող երիտասարդների համար։ Խոսքը մասնավորապես գնի մասին է, այն չպետք է գերազանցի 16 միլիոն 500 հազար դրամը։ Սակայն վարկը վերաֆինանսավորող պատասխանատու մարմինը հաշվի առնում տան ոչ թե շուկայական, այլ կադաստրային արժեքը, որը ոչ միշտ է համընկնում շուկայականի հետ։ Արմեն Աթալյանի կադաստրային բալը թանկ է տեսանյութը։ Տունտունիկ մանկությանս տարիների ամենասիրած խաղերից մեկն էր։ Պարտադիր նախապայմանն է աղջիկը, որը պետք է լիներ ընտանիքի մայրը, եւ իհարկե ստվարաթղթե արկղը, որը պետք է դառնար ընտանիքի տունը։ Տարիներն անցել են, խաղերն ավարտվել են, վերջ, անհրաժեշտ է իսկական տուն։ Կանխիկ գումարով տուն գնելու համար ինձ անհրաժեշտ կլինի մոտ 20 տարի փող հավաքել։ Ճիշտ է, կարելի է գնել հիպոթեկային վարկով։ 2010 թվականից հնարավորություն կա գնելու ոչ այնքան թանկ բնակարան «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով։ Նման վարկ ստանալու համար երիտասարդ ընտանիքը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների։ Գումարային տարիքը պետք է 60 տարեկանից բարձր չլինի, մեկինը 35-ից բարձր։ Աշխատավարձը պետք է 500 հազարից բարձր չլինի։
Բոլոր չափանիշներով համապատասխանելու դեպքում բանկը կտա առավելագույնը 11 միլիոն 200 հազար դրամ վարկ, որը մայրաքաղաքի դեպքում պիտի կազմի գնվող բնակարանի արժեքի 70, իսկ մարզերում 90%-ը։ Տարեկան տոկոսադրույքն էլ մայրաքաղաքում կկազմի 8.5, մարզերում 6.5%։ Սակայն կա մի բայց. գնվող բնակարանի կադաստրային արժեքը չպետք է գերազանցի 16 միլիոն 500 հազար դրամը։ Կադաստրային արժեքը հիմնականում չի համապատասխանում ու շատ հաճախորդներ հենց դուրս են մնում կադաստրային արժեքը չհամապատասխանելու պայմանով։ Իսկ որն է խնդիրը։ Կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս հրապարակում է Հայաստանում, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում բնակարանների 1 քառակուսի մետրի միջին արժեքը։ Ահա այդ աղյուսակը։ Մասնագետների կարծիքով այս թվերը հաճախ չեն արտահայտում շուկայական գները։ Օրինակ նոր-նորքը, որտեղ անշարժ գույքի 1 քառակուսի մետրի արժեքը ըստ կադաստրի 2013 թվականի հունվարին կազմել է 243 հազար դրամ։ Իրանք եթե վերցնում են գնահատում են այս միջինացված արժեքով կոնկրետ բնականի համար սա օբյեկտիվ չի կարող։ Օրինակ նորքի առաջի զանգվածում կանգառին մոտ քարի շենքում մի քառակուսի մետրը, ասենք, կարող մինչև 300,000 նույնիսկ արժեն։ 4 մասիվում կան 4 հարկանի, ասենք, պանելային շենքեր, դրանք ժողովուրդը կասետ կայացում։ Այդ կասետկանները դրանք բավականին էժան են, էլի։ Քառակուսի մետրը կարող 200,000 չգերազանցի։ Արժեքի տարբերությունը պարզ է դառնում թվաբանական պարզ հաշվարկով։ Օրինակ 9-րդ մասիվում չվերանորոգված 3 սենյականոց բնակարանը կարելի է ձեռք բերել մինչև 40,000 $, սահմաններում։ Բայց եթե սկզբունքով հաշվենք 80 քառակուսի մետրանոց միջինը բնակարանը, եթե մենք բազմապատկենք 240,000-ով, 243,000-ով, սա արդեն անում է 19 միլիոն 400,000, սա անում է 47,000։ Այսինքն ինքը բավական գերազանցում է շուկայական արժեքը, հա, եթե սկզբունքով հաշվեն, գերազանցում է։ Իսկ ինչպես է ազդում միջին կադաստրային եւ շուկայական արժեքների տարբերությունը երիտասարդ ընտանիքների վրա, որոնք ցանկանում են մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրով տուն գնել։ Մենք ունենք հաճախորդ, որը բոլոր պայմաններով համապատասխանում էր այդ ծրագրին։ Իրանք ցանկանում էին գնել Նարդոսի փողոցի վրայից բնակարան, որը բավականին նորմալ, հա, գնով էին ցանկանում գնել, բայց քանի որ Նարդոսը գտնվում էր կենտրոն համայնքի մեջ ու պետությունը սահմանում էր կենտրոն համայնքի 1 քառակուսու համար ինչ որ հստակ սակագիր, տան քառակուսին բազմապատկելով այդ թվի հետ, ստացվում է բավականին մեծ թիվ, որը 16 միլիոնից ավելի բարձր է լինում, 18 միլիոնի կարգի գումար է լինում։ Սեփական տանիք ունենալու մարմաճով ժամանակին այս ծրագրին է փորձել դիմել նաև Աշոտը։ Բանկում հենց սկզբից են զգուշացրել, որ նոր Մարաշում ընտրած տունը հաստատ կունենա 16 միլիոն 500 հազար դրամից բարձր կադաստրային գին եւ բնակարան երիտասարդներին վարկային կազմակերպությունը չի հաստատի վարկը։ Սեփական տուններ մոտ 100 քառակուսի մետր նոր Մարաշում գնացի դիմեցի բանկ, իրանք իրենց գնահատողներին ուղարկեցին, եկան տունը նայեցին, 16 միլիոն դրամ գնահատեցին։ Դրանից հետո գնացի բանկ, ինձ ասեցին, որ հնարավոր չի, որովհետև հաշվեցին, ասեցին, որ տունը արժե 70,000-ից ավել, որովհետև երիտասարդական ծրագրով տունը հաշվում են կադաստրային գնով։ Ստացվում է, եթե ցանկանում եք օգտվել վարկային այս ծրագրից, հնարավորություն կունենաք վարչական տարբեր շրջաններում որոշակի տարածքով բնակարան գնելու։ Օրինակ Մալացիա Սեբաստիայում 70, Շենգավիթում 66, Արաբկիրում 47, իսկ կենտրոնում ընդամենը 39 քառակուսի մետր։ Կադաստրի պետական կոմիտեում հավաստում են, իրենց հրապարակած գները օբյեկտիվ են, բայց միջինացված։ Տվյալները ձեռք են բերվում այն բոլոր գործարքներից, որոնք գրանցում են ստանում կադաստրի ստորաբաժանումներում։ Նաև մենք ուսումնասիրում ենք շուկայում եղած առաջարկները։ 10 տարի եւ ավել ստաժ ունեցող մասնագետները դրանք համապատասխան ծրագրի միջոցով եւ բանաձևերի միջոցով արդեն ստանում են արդյունքներ։ Ճիշտ է, կոմիտեում եւս հասկանում են, որ մեկ փողոց հեռու գտնվող տների գները կարող են բավական տարբերվել։ Ասենք Աբովյան փողոցի եւ կենտրոն համայնքի, ասենք սահմանամերձ որևէ շենքում կատարվող գործարքները կարող է երկու անգամվա տարբերություն տան իրար հետ։ Դրա օբյեկտիվ։ Մեր առաջ խնդիր չի դրվում,
ասենք այդ տվյալները ստանալ պանելային շենքից, թե նորակառույց։ Խնդիրը պարզելու համար զրուցեցինք նաև մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով վարկերը հաստատող եւ վերաֆինանսավորող բնակարան երիտասարդների վարկային կազմակերպության ղեկավար Տիգրան Միրզոյանի հետ։ Նա համաձայնեց, որ նույն վարչական շրջանում տների գները կարող են օբյեկտիվորեն միմյանցից տարբերվել։ Միրզոյանի խոսքով, սակայն, բնակարանը գնահատելիս պարտավոր են օգտվել միջին կադաստրային գներից։ Հարցրեց, թե ինչ լուծում ենք առաջարկում։ Մենք էլ հիշեցինք կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի խոսքը։ Եթե խնդիր կդրվի որևէ վարչական շրջանի որևէ ավելի կոնկրետ փողոցի կամ այդպիսի դեպքեր հաճախ են լինում։ Պետական մարմինները որևէ գործարք անելուց հենվում են մեր տված տվյալների վրա։ Եթե այդպիսի ավելի կոնկրետ խնդիր ա դրվում, մենք այդ խնդիրն էլ ենք իզորու լուծել։ Բնակարան երիտասարդներին վարկային կազմակերպության ղեկավարը, սակայն, տեղեկացրեց, որ 2011-ին արդեն դիմել են կադաստր խնդրի լուծման ակնկալիքով, սակայն այնտեղից պատասխանել են, որ լուծում չեն տեսնում։ Մնում է հուսալ, որ այս երկու կառույցները կգան որևէ համաձայնության եւ կլուծվի այդ չարաբաստիկ 16 միլիոն 500 հազար դրամ կադաստրային արժեքի հարցը, թե չէ, մեջտեղում տուժում են սեփական տան երազանքով ապրող երիտասարդ ընտանիքները։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում գովազդային կարճատևան միջումից հետո դիտեք։ Խաղասրահի աշխատակիցների համար այս պատմությունն ամենևին էլ անհավանական չէ։ Եկել են փողի դիմաց, ասել են կնոջն ենք տան։ Հյուրասիրության դեպքում կորցնում են ինքնատիրապետումը։ Խմբես, անջատում ես, սկսում ես տարվել ազարտով։ Դա անձի առևանգում է դիտվում եւ պատժվում քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով։ Դրանք անընդհատ ամենակեղտոտ գործերն են անում, զուգահանի մաքրել, փողոցային ամենակեղտոտ բաները։ Բացի օրինախախ վարորդներից մեղքը նաև ճանշիններինն է, թեև նրանք դա դժվարությամբ են խոստովանում։ Ով է, ասենք, հրահանգներ ձեզ տալիս, որտեղ մաքրեք, ինչ անեք։ Չէ, մենք գիտենք որտեղ պետք է մաքրենք։ Վարորդները ավելի քան 3 ժամ բացում են Ալագյա Զարթիկ ճանապարհը։ Ճանշինի տեխնիկան ավաղան սարքեր։ Եթե մի հատ նկարը անում ան է, հաստատ լավ չի։ Բնականաբար արդարանալու լավագույն տարբերակը մեղքը ուրիշի վրա գցելն է։ Եթե մենք ճիշտ աշխատենք, պիտի ճանապարհը փակենք, չբացենք, մինչև բուքը չդադարի։ Ինչն է պատճառը, որ չկանգնեցիր, օգնություն ցուցաբերեիր։ Դե վախեցա էլի։ Մեր հայկական երազին թրթրեց գերմանական Mercedes-ը։ Երթուղայինների մի մասը ասեց 100 դրամանոց կիլլերներ լինեն։ Ում դաբրոյով է վարորդը գերբերնել մեքենան եւ ով է պատասխան տալու կատարվածի համար։ Գեղացիների գլուխը որ եփում ես, ականջները միևնույն է, հում ամնում։ Ատամները բերան դու չարա բաց դեդոզա։ Ոչ տանում, ոչ բերում վազում է, բայց չի հասնում այն մայթը հասնել։ Վերջին 3 ամսում գրեթե բոլոր թողարկումներում անդրադառնում ենք անբարենպաստ եղանակով պայմանավորված հատկապես մարզային ճանապարհների խայտառակ վիճակին։ Ներկայացրել ենք տասնյակ դեպքեր, երբ ճանշինների վատ աշխատանքի պատճառով տասնյակ վթարներ են եղել, մարդիկ զոհվել։ Կոտայքի մարզում Արցի վարսանի հարևան Մայրողում մերկասառույցի պատճառով ողբերգական 3 վթարը ասածից վկայությունն է։ Խցանումների մասին էլ չեմ խոսում։ Բավական է միայն հիշել Արագածոտնի մարզում տեղի ունեցածը, երբ ձանտակից մի կերպ դուրս բերվեց 5 տասնյակի ազնող մեքենա։ Մի քանի անգամ հրապարակել ենք նաև ճանշինների պատասխանատուների անուններ, հույս ունենալով, որ ի վերջո կսթափվեն ու նամուսով գործի կլծվեն, չէ որ վարձատրվում են։ Ու քանի որ օրացուցային ձմեռը նահանջում է եւ կարելի էր ինչ-որ կերպ գնահատել ճանշինների աշխատանքը, որոշել ենք այդպես էլ վարվել եւ այս թողարկմանը ներկայացնել արդյունքները։ Սակայն ստիպված եմ խոսել մեր լրագրողի հետ կատարվածի մասին, ինչը թեև նշածս աշխատանքների հետ կապ չունի, սակայն լավ էլ բացահայտում է ճանշինի մերօրյա ղեկավարի կերպարը։ Մեր առողջ քննադատությունների պատճառով արժանացանք ճանշինների ղեկավարների մեղմ ասած կոպիտ վերաբերմունքին։ Հակափաստարկների փոխարեն, եթե իհարկե այդպիսիք կան, Հերմինե Բաղդասարյանը սպառնալիքներ է լսել։ Ավելին, զգուշացրել են, որ եթե եւս մեկ անդրադարձ լինի, ապա մեջբերում եմ Արագածոտնի մարզի ճանշինի պատասխանատուի խոսքը, ձեզ համար վատ կլինի։ Ասացեք խնդրեմ, շատ վախեցանք։ Ու վախով ներկայացնում եմ Հերմինե Բաղդասարյանի «Ուտեմ, պարկեմ, գիրանամ» տեսանյութը։ Այն նվիրվում է ճանշինների կոռեկտությունից անտեղյակ ու սեփական անձը գերագնահատող ղեկավարներին։ Գարնանշունչն այստեղ չի հասել, ձնաբուք ու սառնամանիք է։ Ճանապարհների նման վիճակի պատճառով վթարներն անխուսափելի են դառնում եւ մարդիկ զոհվում։ Իսկ ճանշինների աշխատակիցներն էլ վստահեցնում են, թե ամեն ինչ անում են ճանապարհները մաքրելու համար։
Մեր այցը որոշ մարզեր ցույց տվեց, որ ճանապարհները սպասարկող կազմակերպությունները դեռևս շատ անելիք ունեն։ Թեև ճանապարհներին ավազով բեռնված մեքենաներ նկատեցինք։ Հասկանալի է, գարուն է, ձմռան դժվար ու դաժան ժամանակներն անցել են, գործն էլ հեշտացել, բայց ճանշինների աշխատակիցները մոռացել էին, որ առավել ակտիվ ու արդյունավետ պետք է աշխատեին ձմռանը, որպեսզի նման պատկեր չունենայինք։ Բավական է հիշել Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած այս դեպքը։ Սառած ճանապարհների պատճառով մոտ 50 մեքենա իրար էր բախվել ու կաթվածահար արել երթևեկը։ Բացի օրինախախ վարորդներից մեղքը նաև ճանշիններինն է։ Թեև նրանք դա դժվարությամբ են խոստովանում։ Իրենց իսկ աշխատանքը գնահատելու ակնկալիքով գնացին Կոտայքի մարզ։ Ճանապարհն ինքներդ եք տեսնում։ Հետաքրքիրն այն էր, որ աշխատակիցները գործը թողած թղթախաղով էին զբաղված։ Թեև պատճառաբանեցին, որ նոր էին եկել ու այդ կերպ էին փորձում հանգստանալ, բայց դատելով տեխնիկայի վրայի ձյան շերտից կարելի էր մտածել թղթախաղի առաջնություն էր։ Ցավոք մեր պատահական այցը ստիպեց ընդհատել խաղն ու անցնել գործի։ Տեսնում ենք, որ արդեն մարդիկ նստած, ասենք, իսկ ով է, ասենք, հրահանգներ ձեզ տալիս, որտեղ մաքրեք, ինչ անեք։ Չէ, մենք գիտենք որտեղ պետք է մաքրենք, որ մասն է, որ Փաստորեն այն հատվածը, որտեղ որ մենք ասում եք տեղյակ չենք, որ տեսյուն է։ Փաստորեն ճանապարհների սառցակալման ու ձնաբքի դեմ պայքարը արդյունավետ չէ։ Գուցե աղի ու ավազի կամ էլ վառելիքի խնայողություններն են շատ։ Շատ աղցանելը, հաճախակի աղցանելը լուրջ վնասներ է հասցնում մեզ բոլորիս, թե ճանապարհին, քայքայվում է ճանապարհ, թե նաև ճանապարհից օգտվողին լուրջ վնաս, մեքենաները կոռոզիա են ենթարկվում։ այդ սառույցը սովետական ժամանակաշրջանում մենք ունեինք ուրիշ ձևի սպասարկում ճանապարհներին, եթե աղն ու ավազը չի օգնում սառցակալումը վերահսկելու համար, օգտագործում էին աղաջուր։ Չի օգնում, հիմա այս սեզոնին չի օգնել, այս տարի չի օգնել։ Հիմա տեսեք, ես ասեցի, դա բերել այն բանի, որ ասենք գիշերներ մինչև 25 արշացությունը բերել այն բանի, որ մենք չենք կարողացել սառցակալման դեմ ինտենսիվ պայքարենք։ Լավ, ենթադրենք պարբերաբար աղցանելը վնասում է, բայց միթե հնարավոր չէ գոնե ձյան շերտը պարբերաբար մաքրել։ Այս դեպքում էլ պատասխանը հետևյալն է։ Գործող կարգով ճանապարհի վրա թույլատրվում է մինչև 5 սանտիմետր հաստությամբ ձյուն։ Բայց թե հետո ինչ կլինի, չի հուզում գրեթե ոչ ոքի։ Ահա եւս մեկ ապացույց։ Վարորդները ավելի քան 3 ժամ բացում են Ալագյա Զարթիկ ճանապարհը։ Ճանշինի տեխնիկան ավաղան սարքեր։ Մենք սխալ ենք աշխատում։ Եթե մենք ճիշտ աշխատենք, պիտի ճանապարհը փակենք, չբացենք, մինչև բուքը չդադարի։ Որն է ճիշտ աշխատաձևը, թերևս մինչև հիմա պարզ չէ։ Զարմանալի է, բայց Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենը դժգոհ չէ ճանշինների ձմեռային աշխատանքից, չնայած նշում է, որ 37-ից 20-ի նկատմամբ կիրառվել են տուժեր։ Այնուամենայնիվ սա շատերի համար դաս չեղավ։ Ես կարծում եմ, որ անում են մերոնք հնարավորինից ավելին։ Արտիկը вообще խայտարակություն է, вообще կողը ճամփա չկա այստեղ։ Անելել են կարևորը դնել չեն գրել։ 4-5 ժամեր շատ, եթե ոչ շատ։ Հավանաբար ապարանի ճանշինի աշխատակիցները, մասնավորապես ղեկավարը, հիմա մտածում են, որ սպառնալիքները գուցե տեղ հասան ու տեղում նկարահանվածը չի ցուցադրվի, բայց ամեն ինչ հերթով։ Հայտնի է, որ Արագածոտնի մարզում ճանապարհների պատճառով վթարները քիչ չեն։ Այս առումով պարզաբանում լսելու եւ իրենց աշխատանքը գնահատելու ակնկալիքով փորձեցինք զրուցել որևէ պատասխանատուի հետ, բայց ինչպես միշտ ըստ նրանց մեղավորը վարորդն է։ Բնականաբար արդարանալու լավագույն տարբերակը մեղքը ուրիշի վրա գցելն է։ Ծանում է մեղքով չի, մի բութ գալիս է վտարա ստեղծում կամ ոսկի ջրել ջրել, կապրոնից պագրիշկով գալիս է խծանում է ստեղծում։ Այդ բոլորը զգացում եք բութ են, բոլոր վարորդները բութ են։ Բոլորը չէ, ոմանք մի մասը։ Որ սառույց չլինի, այդ վթարները կլինեն։ Ա ձմեր սառույց ոչ չի։ Քուրին ջան, ձմերը բայց չպիտի լինի, չէ։ Բայց եթե նորմալ շատ լավ արվի, բայց ապրում է։ Չգիտես ինչու ճանշինի ղեկավարը բորբոքվեց, երբ հարցրի, թե ասենք ինչ եղանակով են աշխատում, ունեն համապատասխան տեխնիկա, արդյոք ֆինանսավորումը բավականացնում է։ Հերիք չի շատերը պնդում էին, որ ինչ չվերաբերող հարցեր եմ տալիս, հետո էլ ղեկավարը սպառնաց, որ եթե այս ամենը եթեր հեռարձակվեց, մեզ համար վատ կլինի։ Եթե մի հատ նկարը անում անե, հաստատ լավ չի։ Ինչի՞։ Ինչ պիտի անեք։ Ինչ որ անելու է։ Հետո առաջարկեց դրսում իր հետ կես ժամ զրուցել, որպեսզի պատկերացնենք, հնարավոր է արդյոք նման ցրտի դիմանալ։ Երևի մոռացել էր, որ իրենց աշխատանքը դրսում կանգնելը չէ։ Հիմա այս պայմաններում իսկան հնարավոր, ոչ թե չեն ուզում, հնարավոր։ Դա ասում ես, էլի մի կես ժամ։ Հիմա այս պայը դուրս նայ։ Խնդրեմ, այդ դեպքում եկեք նրան մեկ անգամ մաքրելու փոխարեն 5 անգամ մաքրելու փողը վճարենք, նել 5 անգամ մաքրի։
Նշեմ, որ այս կազմակերպություններն ընտրվում են մրցույթով, հետևաբար հաղթում է ցածր գին առաջարկողը։ Իսկ այդ ժամանակ ոչ ոք հաշվի չի առնում, հնարավոր է արդյոք մրցութային ցածր գնով գործը գլուխ բերել։ Դրա համար էլ ով որտեղից եւ ինչպես կարողանում խնայողություն է անում։ Օրինակ ճանապարհների արգելապատնեշները, որոնք հիմնականում դեկորատիվ բնույթ են կրում։ Այս իբտի կես մետրից ավել խրված լինի, բետոնի հիմք ունենա, որ այդ հարվածը պահի։ Հիմա ինքը դարելա բոմբ։ Չգիտես ինչու ամեն տարի կրկնվող սխալները շտկելու փոխարեն պատասխանատուները շարունակում են արդարանալ։ Հերինե Բաղդասարյան, Հովհաննես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Սուրանկյունն այսօրվանից լրագրողական հետաքննության նորեջ ունի, որը պայմանականորեն անվանել ենք խեղված ճակատագրեր, որոնք են գաղափարն ու իմաստը։ Բոլորս ամենայն դեպս հասարակության սթափ մասը, ինչպես ասում են, մի տնից չենք, բայց մի հալի ենք, ունենք ընդհանուր խնդիրներ, ապրում են գրեթե նույն արժեքներով։ Ու դժվար է պատկերացնել, որ իրականում մեր կողքին կարող են ապրել մարդիկ, որոնք բացի նշածիցս ունեն նաև այլ մտահոգություններ, որոնք շատ ավելի խորն են եւ անդառնալի հետք են թողնում նրանց ճակատագրի վրա։ Դրանցից մեկին պայմանականորեն կոչել ենք Տիգրանուհի Մարգարյան։ Ամուսինը նրան պարտվել է խաղասրահում։ Անկեղծ ասած, այս պատմությունն ուսումնասիրելիս այնպիսի աղաղակող փաստերի է հանդիպում, որ զարմանքից ու ապշահարությունից բացի այլ զգացում չի առաջանում։ Միթե կարող է նման դեպք լինել։ Ում ինչ Տաթև Մեսրոպյանը կներկայացնի տեսանյութը, նշեն, որ Տիգրանուհին Հայաստանից հեռացվել է վախենալով ամուսնու վրեժից։ Ունենք կնոջ խոստովանությունը, որը Տաթևը լսել էր մեկնումից առաջ։ Ինչ ճակատագրի արժանացավ կնոջը տանուլ տված խաղամոլը, ինչ էր պատմել դժբախտ կինը, ինչ բացահայտումներ արեց խաղասրահի աշխատակիցը եւ որտեղ պետք է փնտրել ճշմարտությունը, հարցերի պատասխանները Տաթև Մեսրոպյանի մոլախաղը կնոջից թանկ տեսանյութում։ Ընդամենը մեկ անհաջող սեղմում եւ այս խաղասարքի վրա կարող ես կորցնել արժանապատվությունը, սեփականությունը եւ նույնիսկ սեփական կնոջդ, այո, սեփական կնոջդ եւ այս ամենը ամենևին էլ չափազանցություն չէ, այլ իրական պատմություն։ Սուրանկյան հետաքննությունը ցույց կտա մի կնոջ պատմություն, ում ամուսինի չկարողանալով վերադարձնել խաղասրահներում կուտակած պարտքերը, պարտատերերը եկել են նրա կնոջ ետևից, ինչն էլ լցրել է կնոջ համբերության բաժակը եւ ստիպել վերջնականապես փախչել ամուսնուց։ Այս վերջի տարիներին կյանքը անտանելի է դարձել, ինքը խաղում էր, կազինո էր գնում, ահա որ խաղում էր։ Դրան հարթում էր, շատ էր ալկոհոլ օգտագործում ու անկառավարելի է դառնում, ու արդեն հարձակում էր երեխաների վրա, երբ որ ինքը սկսեց խաղալ, արդեն ամեն ինչ տանուլ տվեց, պարտքատերերը գալիս էին մեր տուն, անգամ այնպիսի բան ա եղել, որ եկել են փողի դիմաց, ասել են կնոջն ենք տանում, եթե ինքը չի տվել, անհայտացել է, չկա։ Խաղասրահի աշխատակիցների համար այս պատմությունն ամենևին էլ անհավանական չէ։ Զրույցի ընթացքում նորերն են հիշում, նկարագրում են ինչպես են խաղամոլները վերջին լուման տանուլ տալուց հետո խնդրում պարտքով խաղալ, եւ թե ինչու են հարազատները նրանց փնտրում հենց խաղասրահում։ Կարող է խաղացողներ ուրիշտեղ պարտքեր ունեն, որ գնում են իսկական կնոջ հետևից, կախ չկան, որ գնում են կախվում են, էդ էլ կա, բայց իրանք ինչ որ միտեղից այդ փողը բերում են, որ խաղում։ Եթե ես լցրեցի առանց փողի, ուրեմն այդ փողը մնալու է իմ վրա, ես եմ այդ պարտքը փակելու։ Իսկան հիմար չեմ էլ, որ 1000-ով աշխատեմ, հետո իրանք 100-300 հազարները փակեմ։ Եկել են ստեսեցելով տարել են ինչ են, բայց էլի խաղացել, իրանք փողով են խաղացել։ Մարդկա որ խոսքնակ եթե մազ հալոգը փող ավեկալ են, պարկով գալիս են։ Մարդիկ գիտեն, որ տներ են վաճառը, եկել են այդ տան վաճառի գումարով ապարատներն են լարե գնացել են։ Խաղամոլներն էլ գումարը տանուլ տալու հարցում իրենց պատճառաբանությունն ունեն։ Մեկը խմիչքն է։ Հյուրասիրության դեպքում կորցնում են ինքնատիրապետումը, ազարտի մեջ մոռանալով դրույքաչափերի ու հնարավորությունների մասին։ Կազինո գնացողը, ասենք միշտ մտածում է կրելու համար է։ Գնում ես, մի հատ արաղ են հյուրասիրում, մի հատ պիվ են հյուրասիրում, հետևից արդեն երրորդը, դու խմում ես, անջատում ես, սկսում ես տարվել ազարտով, օրվա քշածս 20,000-ի քշել եմ, գնացի հետի սաղ կրվել եմ, հետո վերջի կոպեկներն էլ էլի կոպեկներով էլի կրվել եմ, հետո պետք է եղա իրանց ասել եմ պարտքով նիսը են միացրել։ Այնինչ հոգեբաններն ամենևին էլ չեն ընդունում այս պատճառաբանությունը, նույնիսկ ստեղծված իրավիճակից նրանց դուրս բերելու ելքեր ունեն, սակայն կախվածությունը հաղթահարելու համար պարտադիր պայմանը խաղամոլների կամքը եւ ցանկությունն են։ Որպես հիվանդություն հանգեցնում է անձի դեգրադացիայի։ Կարող է դա նախարար լինել կամ կարող է նույնիսկ բարձր պաշտոնների մարդիկ լինել։ Նրանք հասնում են ողորմության աստիճանի, կարող են հասնել տան ամեն ինչ վաճառելով, եւ ինչպես ասում եք, դուք էլ ասենք նույնիսկ
անտարբերությամբ վերաբերում սեփական կնոջ ու երեխաների խորհրդային շրջանում օրինակ շատ էր հայտնի, որ հաճախ կոնը, այսինքն այն գումարը որ իրենք դնում են իրենց կանանց ծանր հիվանդությունը, փառք Աստծո բուժվող, օրինակ մի ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ ասեց որ ես այն աշճան էի հասել, որ ոստիկաններից 1000 դրամ փող էի վերցնում, որ գնայի խաղայի։ Սույն արարքը քրեորեն պատժելի է, հատկապես այն անձանց, ովքեր պահանջատեր են։ Դա անձի առևանգում է դիտվում եւ պատժվում քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով։ Խաբեության, վստահություն ու չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Նման պայմաններում ամուսինները եւս զերծ չեն մնում պատժից, քանի որ հասցնում են մեծ պարտքեր կուտակել եւ անախորժ պատմությունների մեջ ընկնել։ Ավելին, չարաշահելով խմիչքն ու թմրանյութը պարբերաբար բռնություն են կիրառում ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե բռնության սպառնալիք է տեղի ունենում պատվի արժանապատվության հետ կամ խաբեության, վստահությունի չարը գործադրելու առևանգումը քաղաքացու, դա քրեորեն հետապնդելի արարք է։ Այստեղ տեսնում եմ, որ իսկապես քրեորեն հետապնդելի արարք գոյություն ունի հենց այն անձանց կողմից, ովքեր այսպես կոչված պահանջատերեր են հանդիսանում։ Բայց եւ այնպես նրանց պատժաչափը ազատազրկմամբ չի սահմանափակվում։ Չգրված օրենքով քրեակատարողական հիմնարկներում նման դատապարտյալներին վերջնականապես, ինչպես ասում են, կոտրում են։ Այդ մարդիկ չեն կարող իրենց հետ նստել բարձրանալ։ Այդ տեսակ մարդիկ ապրում են անկյուններում, այսինքն այնպիսի տեղերում, որտեղ չի քնում սովորական հանցագործը, նրանք ուտում են հատուկ ամաններով, որոնք ունեն իրանց վրա նշումներ, ծակեր, հատուկ քթալներով, դրանք անընդհատ ամենակեղտոտ գործերն են անում, զուգանի մաքրել, փողոցային ամենակեղտոտ բաները անել, եւ իրանք համարվում են ընկածներ, այսինքն ռուսներն ասում են ապուշ չնի է։ Մեր հետաքննությունը ցույց տվեց խաղասրահի դռներից դուրս եկող պատմություններից ընդամենը մեկը, բայց ցավոք սրտի սա ոչ առաջին, ոչ վերջին պատմությունն է։ Հետևաբար շատ կարևոր է խաղասրահի դռները բացելուց առաջ չկորցնել կամքն ու արժանապատվությունը։ Տաթև Մեսրոպյան, Հովհաննես Չափարյան, Սուրանկյուն։ Կալիֆոռնիայի գիտնականները պարզել են, որ կանանց ուղեղն ավելի փոքր է, քան տղամարդկանց, սակայն ավելի արդյունավետ է աշխատում։ Հավանաբար այդ հանգամանքն է հաշվի առնվել մայր իշխանության դարաշրջանում, երբ հարսնացուի օժիթը պարտադիր չէր, իսկ փեսացուները պարտավոր էին թանկարժեք զարդեր ու կալվածքներ նվիրել հարսնացուի ընտանիքին։ Այդ շրջանում կանայք նկատելի ազդեցություն ունեին քաղաքական կյանքում։ Իշխանությունը թագն ու գահը ժառանգում էր ոչ թե թագավորի որդին, այլ աներձակը։ Աներձակերի եղբայրասպանությունները լրջորեն քայքայեցին հանրային բարքերը, եւ մայր իշխանությունը, որպես կառավարման սկզբունք, վերացավ։ Կինը կորցրեց երբեմնի դիրքն ու ազատությունը։ Հետագայում դեմոկրատական հասարակություններում կանայք իրավունքներ եւ ազատություններ ստացան, իսկ Չինգիզ խանը կանանց տվեց ամուսին ընտրելու իրավունք։ Ավելին, եթե ամուսնության առաջարկությունն անում էր պատերազմում զոհվածի այրին, ապա փեսացուն մերժելու իրավունք չուներ։ Կնոջ դերը էականորեն բարձրացավ ռոմանտիզմի դարաշրջանում։ Ռոմանտիկ հեքիաթներում կինը ժողովրդի խորհրդանիշն էր, նա խելացի եւ համարձակ, երբեմն նաեւ ուղղորդում էր ավագներին։ Այս ամենով հանդերձ կնոջ ամենամեծ արժանիքը եղել եւ մնում է խոնարհությունը, ամենամեծ կոչումը մայրանալը։ Իսկ տղամարդուն ոչինչ չպետք է խանգարի ուշադրությամբ, հոգատարությամբ ու սիրով վերաբերվել կանանց, հատկապես այն միակին, ում հետ իրեն միավորել է Աստված։ Կանանց միամսյակում դեռ անդրադառնալու են կանանց խնդիրներին։ Նկատենք միայն, որ մի շարք խնդիրներ կկորցնեն հրատապությունը, եթե վերլուծվեն եւ ձերբազատվեն ժամանակավրեպ կաղապարներից ու վախերից։ Այսօր առաջին անգամ ներկայացնում ենք բացառիկ ուսումնասիրություն կնոջն առնչվող ավանդական ընկալումների վերաբերյալ։ Գևորգ Էմինտերյանի «Թե չլիներ կինը» վերնագրված պամֆլետը նվիրվում է այն տղամարդկանց, որոնց հաջողվում է իրականացնել իրենց սիրելի կանանց բոլոր ցանկությունները։ Հայ կինը միշտ էլ կարևոր սիմվոլ է եղել։ Ճիշտ է, կան ժողովրդական որոշ ձևակերպումներ, որոնք մի տեսակ վիրավորական են հնչում, ասենք աղջիկն չունի հայրենիք, բայց շատ են նաև նրանք, որ ըստ արժանվույն գնահատում են կանանց։ Օրինակ, կնոջ սարքածը Աստված չի սարքում։ Ամեն դեպքում նույնիսկ Հայաստանը բնութագրվում է կնոջ կերպարով եւ ասում ենք Մայր Հայաստան։ Չնայած այն, թե ինչպես է պատկերվում այդ կերպարը ստալինյան բնավորությամբ, կարող է ավելի շատ վախ, քան թե սեր առաջացնել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ունեն կանանց հակասական ընկալում։ Մի կողմից բազմաթիվ հայ հայրեր իրենց նորածին դուստրերին ընկալում են որպես չստացված տղաների եւ հենց այդպես էլ սկսում են վերաբերվել ու դաստիարակել նրանց։ Գուցե սա է պատճառը, որ հայ կանանց մի զգալի մասն իր ողջ կյանքի ընթացքում ապացուցում է, որ ինքն ավելի տղամարդ է, քան բուն տղամարդիկ,
Եվ պետք է խոստովանել, որ մոտավորապես մի 40-45 տարեկանում այդ կանանց հաջողվում է ի վերջո ծնկի բերել երկար ժամանակ դիմադրություն ցույց տվող տղամարդկանց, իսկ դրանից հետո արժանանում են հայ հասարակության մեջ մշտապես հարգված տղամարդ-կին տիտղոսին։ Բայց մյուս կողմից պետք չէ ամեն ինչում միայն վատը տեսնել, քանի որ եթե մեր հասարակության բջիջը ընտանիքն է, ընտանիքի սյունը կինը, իսկ բազմաչարչար մեր երկիրն ու ժողովուրդը կայունության կարիք ունեն, պետք է ընդունել, որ միայն ու միայն ամուր նայիրյան հեզաճկուն բռունցքը կարող է սթափեցնել դեպի հյուսիս նայող հայ տղամարդուն եւ դաստիարակել այնպիսի սերունդ, որ արժանի լինի ազգած քաջացի շտեկին։ Բայց ասվածից հանկարծ չմտածեք, որ հայ կինը Ացինը վերցնել, բակի ծառերը կտրել եւ օդից ավտոտնակ ստեղծել։ Այդպես նրանք հանդես են գալիս որպես նորօրյա նվաճողներ, ովքեր չեն կարողանում նոր երկրներ նվաճել, փոխարենը նվաճում են փոքրիկ երեխաների երկիրը, խաղահրապարակը։ Ինչու՞, որ կինն իրենց տղամարդ համարի։ Ընդհանրապես հայ կնոջ կերպարը վերջին շրջանում ավելի ու ավելի է նույնանում ստվերային տնտեսության հետ։ Բայց զարգացումն էլ ակնհայտ է։ Հայ կինը ի վերջո փոխեց հազարամյակների հայ տղամարդուն, նրան համոզելով, թե պարտադիր չէ, որ տղամարդու վրայից շան հոտ գա, կամ տղամարդկությունը շատ կարճ մազերի ու սև շորերի մեջ չէ։ Շնորհավոր ձեր տոնը։ Գևորգ Մինտերյան, Սուրենկյուն։ Գագիկ Շամշյանը օրերս ոգևորված պատում էր, թե ինչպես են երևանցիները ականատես եղել մի հետապնդման։ Մարտաֆիլմերի դասական ժանրով տեղի ունեցած գործողությունների գլխավոր դերակատարը եղել է ազգային ժողովի падգամավոր Կարո Կարապետյանի, յուվեցի Կարոյի որդին, 24-ամյա Վարդան Կարապետյանը, որը 888 համարանիշի Բենթլիով խախտելով երթևեկության հնարավոր ու անհնար բոլոր կանոնները, արժանացել է ճանապարհային ոստիկանների եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների ուշադրությանը։ Այս պատմության մեջ սակայն էականը ոչ այնքան հետապնդումն է, որքան հետապնդվողը։ Հավանաբար հենց падգամավորի որդի լինելն է նրան դրդում կարգազանցության, քանի որ վստահ է, իր դեմ ինչպես ասում են խաղ չկա։ Սա նաև օրենքի նկատմամբ օրենսդիրի բացահայտ կամահարանք է, քանի որ անկախ ամեն ինչից զավակին կարելի է գոնե մեկ-մեկ կարգի հրավիրել, որ ոչ ինքը նման վիճակում հայտնվի, ոչ էլ խաղաղ անվան հետ, պարոն Կարապետյան։ Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել կադրեր տրամադրած քաղաքացիներին։ Հաջորդ թեման անցած Կիրակի վայ վարորդների հասցեին հնչեցրածս մեղադրանքների տրամաբանական շարունակությունն է։ Հիշում եք, խոսեցի Մավան ելքով մի վրայերթի մասին, երբ վարորդը տուժածին թողնելով անօգնական դեպքի վայրից ճողոպրել էր։ Նշվել էր, որ նման դեպքերը արագ բացահայտվում են եւ ավելի լավ է փորձել տուժածին առաջին օգնություն ցույց տալ, քան փախչել, եւ խիղճը հանգիստ կլինի եւ քրեական հոդվածների թիվը չհավելացնի։ Եվ ահա թողարկումից օրեր անց Շամշյանը Դիլիջանում նկարահանել է Մավան ելքով վրայերթ։ Վարորդը կրկին փախել էր։ Հաշվառ ժամերի ընթացքում ոստիկաններին հաջողվել է բացահայտել փախստականի ինքնությունը։ Ու ինչ, նույն քաղաքի բնակիչ է։ Ինչպես է նայելու մահացածի հարազատների աչքերին, կարող է հանգիստ ապրել։ Այսուհետև կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նշելու ենք նաև այս կամ այն արարքի համար նախատեսված բաժաչափը, կարծում եմ սրանից ավելի գործում մեխանիզմ դժվար լինի։ Շաբաթվա վթարները, դժբախտ պատահարներն ու քրեական քրոնիկոնը Գագիկ Շամշյանի «Ոչ իրի պատիժը չի ուշանում» տեսանյութում։ Մինչ որոշ ճանշինականներ սառած ուղեղներով փորձում են ազդել մեր գործընկեր Հերմինե Բաղդասյանի վրա, որ չներկայացնի իրենց իրական դեմքը, լավ կլիներ, որ պետության հատկացած գումարները արդյունավետ օգտագործեն։ Տոասա այ անուղեղներ, լրագրողին հատատա տալու փոխարեն բարեհաճեք աղ ու ավազ շախտայք բարձիթողի վիճակում հայտնված այս ճանապարհին։ Հիմա լսում եք ձեր հասցեին ուղղված վարորդների քաղցր խոսքերը։ Պարզապես էթիկան թույլ չի տալիս դրանք ամբողջությամբ ներկայացնել։ Խայտարակություն։ Դյուրությունենով գիտեք որ չկա կամ բանը կրան։ Մարտի 3-ին Արագածոտնի մարզի Քուչակից մինչև Լոռու մարզի Սպիտակի ոլորաններ 300-ից ավելի վարորդներ ճանապարհի մերկասարուսի պատճառով սևորի էին ընկել։ Պատկան եւ որևիցե մարմնի ներկայացուցիչ չկար։ Միայն ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցներն էին, որոնք չգիտեին ճանապարհը բացեն, մեքենան բրթեն, թե գլխներից թռնող ֆուրաշկի հետևից գնային։ 6 ժամից ավելի նշված հատվածը հիշեցնում էր Սոդոմն ու Գոմորը։ Միայն երիտասարդների սիրած նիվաներն էին կարողանում հաղթահարել մերկասառույցը, այն էլ ձորերով։ Արդարացի կլինի, որ այս կադրերը դիտելուց հետո կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը այդ չաշխատող ճանշինականների գլխին սև բերի։
Ինձ մնա 2012-ի տարվա մարտ կրճակեի փրկարարներին բազմից ցնկ ներկայացրել, թե ինչ տիտանական աշխատանքներ են կատարել փրկարարները ու տարվա ցանկացած եղանակի։ Միշտ ճանշինականները վարորդների ականջներին լապշա են կախում, թե անհրաժեշտ տեխնիկայով կազմ պատրաստ դիմավորում ու ճանապարհում են ձմեռը, ապարանի հրշեջ ջոկատի փրկարարները մարզի գյուղերը կապող կես մետրանոց ձնե այսբերգներ հիշեցնող հատվածներից միայն այս զմրանը էլ հղի, էլ աճուկային ճողված ու կույրաղիքի նոպայու հիվանդների եւ մանկասակ երեխաներ էին, որ տեղափոխում էին ապարանի բժշկական կենտրոն։ Ու միակ սփոփանքը այն էր, որ գոնե ապարանում միասնաբար էին գործում հրշեջները, բժիշկներն ու ոստիկանները։ Եվ եթե միասնաբար չգործեին, ապա Նիգավանի բնակիչ 18-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանը հնարավոր էր չապրեր։ Փրկարարները 1.5 կիլոմետր պատգարակով տեղափոխեցին Ռազմիկին ապարանի հիվանդանոց ու բարձի թողի մատնված ճանապարհի համար թե ով պետք է պատասխան տա, թողնում ենք հեռուստադիտողի դատին։ Տուրանքյան նախորդ թողարկմանը Վայե Ղազարյանը հայտնել, որ բարոյական է, եթե վրայերթից հետո վարորդը փախուստի չի դիմում, այլ օգնություն է ցուցաբերում վրայերթի ենթարկվածին։ Սակայն կարելի է միանշանակ նշել, որ ուր էլ փախնեք, միևնույն է, ուշ թե շուտ ոստիկանությունը հայտնաբերելու է ձեզ։ Ահա թարմ օրինակ։ Դիլիջանի ոստիկաններից ժամեր պահանջվեց մինչև հայտնաբերեցին մեծ աղմուկ հանած մահվան ելքով վրայերթի հեղինակին, որը BMW վրայերթի ենթարկում 52-ամյա Հովհաննես Սանթրոսյանին թողնում անօգնական եւ դիմում փախուստի։ Ախր այ խելոք, ուր պիտի փախներ։ Ոնց որ դիլիջանցիներն էին ասում, քաղաքը փոքր է ու որտեղ էլ ուզենայր մեքենա թաքցնել, միևնույն է, ոստիկանությունը մագնիսի նման կպնելու է երկաթե նժուքիդ։ Անցնում էի շոշի մեջտեղին էր, ուշ նկատեցի ու էլ արդեն ուշ է ճոզրել։ Անյանգավոր է։ Իսկ ինչն էր պատճառը, որ չկանգնեցիր, օգնություն ցուցաբերեիր։ Դե վախեցա էլի։ Լսեցիք Սասուն Օթարյանին, որը նաև վրայերթի ենթարկվածի հետ բարեկամական կապեր ունի, ու ասա այդ տնաշեն։ Ողբերգական դեպքն էլ տեղի էր ունեցել հիվանդանոցից մի քանի քայլ այս կողմ։ Եթե բարոյականություն ունենայր, գոնե կտեղափոխեր ու խղճիտ առաջ հաշվետու չէր լինի։ Իսկ հիմա որպես ամբաստանյալ դատարանում լսելու ես դատավճիռ, ըստ որի մեղադրանք է առաջադրվելու ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահգործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ եւ ճանապարհատրանսպորտային պատարի վայրը թողնել է հատկանիշներով։ Ու նշված արարքների համար նախատեսված է 3-ից 5 տարի ազատազրկում։ Այս ամենը ականջներին թող օղ անեն նաև նրանք, որոնք վրայերթից հետո կդիմեն փախուստի, իսկ հայտնաբերվելուց հետո ինչքան էլ անմեղսունակ հայացքով արդարանան, թե վախեցել ենք, միևնույն է, քննչական մարմինը, մեղադրող դատախազը եւ վերջապես դատարանը մեղմացուցիչ հանգամանք չի համարի։ Մինչ քաղաքապետարանն ու համայնքները ավելացնում են իրենց վարչական շրջաններում կանաչապատ տարածքներն ու ծառ ու ծաղիկ տնկում, որոշ վայ վարորդներ երկաթե նժույգներով դրանք արմատախիլ են անում։ Նոր վարչական շրջանի Թևոսյան փողոցում այս Opel-ի վարորդը նենց է վարում մեքենան, որ չի ասում ցեխմել արգելակը, բախվում է ծառին ու կողաշրջում ճանապարհի բաժանարար գոտում։ Ահա, տեսնում եք, այս պահին փրկարարները աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն, թե արդյոք ավտոմեքենայից արտահոս կա, թե ոչ։ Ու մինչ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով նոր-նորքի ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի եւ 3 ուղևորների ինքնությունը, հրապարակ մտան նոր-նորքի կանաչապատման տղերքը ու ասես շաբաթօրյակի ելած։ Ճանապարհից հեռացնում էին մասերի բաժանված հաստաբուն ծառը։ Վերևս քաշիկ Երազ, երազ այս աշխարհում, ես ապրում եմ թերվեռում։ Ու մեր հայկական երազին թրցրեց գերմանական Մերսեդեսը։ Խաղաղ Դոնի փողոցում մարշալույսները խաղաղ չէին։ Երևանի հիվանդանոցի դիմաց բախվում են Մերսեդեսն ու երազը։ Բախման հետևանքով երազը կողաշրջվել էր, որի վարորդին 51-ամյա Աբրահամ Թոփլախանցյանին քաղաքացիները վարկյանների ընթացքում տեղափոխեցին Երևանի հիվանդանոց։ Երազը հանեցոտ, երազը ներքևից գալիս է։ Լավուտ, հետևին արդանը փոխավ ու երազին սկսավ գլորել։ Տեսակ ես երիտասարդին, նենց ոգևորված էր պատմում, կարծես Էրեբունի թանգարանի գիդ լիներ, ու նենց գեղարվեստական էր ներկայացնում, որ անգամ կնախանձեր Արգիշտի սեպագիրը, իսկ այս դեպքում սեպագիրը քննիչն էր, ում հանձնարարականով երազը դարձի բերվեց ու Մերսեդեսի հետ տեղափոխվեց Տուգանային հրապարակ։ Առասարակ այս շաբաթ Երևանի քննչական բաժնի գահի քննիչները գլուխ քոյելու ժամանակ չունեցան, որտեղից ունենան, եթե ամեն ասօր կողաշրջված կամ կլխկոնձի տված մեքենաների գործով են զբաղվել։ Էլի նոր-նորքի վարչական շրջանում, էլի հիվանդանոցի մոտ։ Թիվ 6 երթուղին սպասարկող գազելը դուրս է գալիս հանդիպակաց գոտի, բախվում Մոնա գեղեցկության սրահին պատկանող տաքսում։ Հարվածն այնքան ուժգին է լինում, որ տաքսին գլխի վրա շրջվում է, իսկ վարորդներն էլ տեղափոխվում հիվանդանոց։
Հավաքվածներն արդարացիորեն ասում են, որ եթե գազելի վարորդը չգերազանցեր արագությունն ու դուրս չգար հանդիպակաց, վթար չէ լինի։ Իսկ գազելի որոշ վարորդներ ծանր չէին տանի ուղևորների թևավոր խոսք դարձած պոտենցիալ 100 դրամանոց կիլերներ արտահայտությունը։ Ակտիվ երթևեկում ես, գլխկոն ես տալի։ Երթուղայինով երթևեկում ես, ինչպես ժողովուրդն է ասում, երթուղայինների մի մասը ասես 100 դրամանոց կիլերներ լինեն։ Բազմիցս նշել ենք, որ երբ մեքենաներով բեր եք տեղափոխում, մի գերազանցեք սահմանված քաշը։ Հիշում եք աշտարակի դեպքը, որը ողբերգական ավարտ ունեցավ։ Այս դեպքում ի ուրախություն զոհեր եւ վիրավորներ չեղան։ Մարտի 6-ին Ազատության պողոտայում 1 ժամից ավելի քաոսային վիճակ էր։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել եւ շունը տիրոջը չէր ճանաչում։ Պատճառը 62-ամյա Վիտալի Վանեսյանի վարած ՄԱԶ Մագնիշի ավտոմեքենային կծված թամբով քաշակի վրայից թափված բետոնե պանելներն էին, որոնք փակել էին ճանապարհը։ Երևանում բետոնի, քարի, Եվ միայն Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումից հետո որոշ չափով երթևեկությունը կարգավորվեց։ Մինչև թափված պանելները մասնատելուց հետո տեղափոխեցին ու վերականգնեցին Ազատության պողոտայի բնականոն երթևեկությունը։ Հետաքրքիր է, ում Դաբրոյով է վարորդը գերբեռնել մեքենան եւ ով է պատասխան տալու կատարվածի համար։ Ու իրավի հրաշք է, որ բետոնե պանելները թափվելու պահին մեքենաներ անցնելուց չեն եղել։ Այլապես բացառել, որ չենք ունենա ողբերգական ավարտ չի կարելի։ Սուրանկյան մշտական հեռուստադիտողներից մեզ են փոխանցել Օրբելի փողոցում տեղի ունեցած վրաերթի բացառիկ կադրեր։ Այժմ տեսնում եք, թե ինչպես է հետիոտն անջատված, շորորալով եւ օրորալով չթույլատրելի հատվածով անցնում փողոցը։ Էդ դեռ ոչինչ, չգիտեմ ինչ է անցնում մտքով, ոչ տանում, ոչ բերում վազում է, բայց չի հասնում այն մայթը հասնել։ Բախվում են 16-ամյա Անահիտ Սահակյանն ու Օպել Մագնիշի ավտոմեքենան։ Քաղաքացիները հաշված րոպեների ընթացքում Անահիտին տեղափոխում են հիվանդանոց։ Ու լավ է, որ հարվածը շատ ուժեղ չի եղել։ Լավ է, որ տեսախցիկը արձանագրել է այս պահ, այլապես տաքսու վարորդին քնիչը ուղեգիր էր տալու համապատասխան վայր։ Ցածրահասակ մարդիկ բարձրահասակներին սովորաբար ասում են. կարող է ոտքերը ցիլիտրայի մեջ ես դրել ու բարդու նման երկարել։ Իսկ բարդու թեփի հոգեբանությամբ է առաջնորդվել Էշմիածնեցի 39-ամյա Կարեն Կիրակոսյանը։ Մաքուր Կիկոս, Պտղուն գյուղի ճանապարհին զրովեցով տուդա աբրատն է անում ու զգաստանում է միայն այն ժամանակ, երբ տեղադրված արագաչափի լույսը ծակում է սրա աչքերը։ Ոչ դես, ոչ դեն էս մեր փանոսը որոշում է։ Դե ծակելը դուտ ես։ Վերցնում քլունգն ու դանգրատը ու մենամարտի դուրս գալիս անլեզու հայվանի հետ։ Մարտի 1-ի գիշերը, այո, ինչ է կարը։ ոնց է դեպքը։ Քննագապ ջարդն է։ Ինչ եք ջարդել։ Կանոն։ Ինչ ջարդեցիք, ասեք, երկու բառով։ Ջրանացավ ջարդել։ Ո՞նց ջարդեցիք, նկարագրես։ Քննագապ ջարդել։ Բացացար տանիքի վրա մեքենա, հա։ Կանացիր սյատակ, ավտոմեքենան։ Բացացար տանիքի վրա, քննուգով վարվածեցիր, քնենք եմ վարվածեցիր, որ ջարդվեց։ Շատ։ Դժվար էր ջարդվում թե։ Հա, դժվար։ Ճիշտ է, ինքը հաղթող է դուրս գալիս, բայց դեռ հաղթանակի պտուղները չքաղած, Վաղարշապատի ոստիկանները վաղ առավոտ զրովեցով, դանգրատով ու քլունգով էս մեր հերոսին բերում են բաժին, որտեղ էլ գույնզգույն շորերով բոյով մարդը վերհիշում է փարահեղ հաղթանակի մանրամասները, որից հետո ստորագրությամբ ազատ է արձակվում։ Արագաչափ տեղադրողներն արդեն վերականգնել են արագաչափի աշխատանքը։ Իսկ քանի զրովես կծախի մեր փանոսը փոխհատուցման նպատակով, բարձ կլինի առաջիկայում։ Այսա ապակու համեմատաբար մեծ կտորա։ Իսակովի պողոտայի այս հատվածում ավտովթարների պակաս չկա։ Հերթականը տեղի ունեցավ օրերս։ Բախվել էին Մերսեդեսը, Լադան եւ Օպելը։ Ու դրա արդյունքում ոստիկանության ակադեմիայի 2 կուրսանտ տեղափոխվեցին հիվանդանոց։ Վարորդների չզիջելու հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Միայն 1.5 ժամ հետո ժամանեց քնիչը, ու ոչ թե նրա համար, որ մտքով տենց էր անցել, այլ ֆիզիկապես չէր հասնում, քանի որ միայն այդ օրը տեղի էր ունեցել 10-ից ավելի վթար, որոնցից մի քանիսի դեպքում նաև վիրավորներ էին եղել, ու ժամանելուց հետո 30 րոպեում գործն ավարտեց։ Այս դեպքը եւս մեկ ապացույց, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները չեն բավականացնում, մանավանդ, որ եղել են օրեր, երբ վթարների թիվը գերազանցել է 10-ը, քանի որ վթարի հետևանքով վիրավորները ոստիկանության ակադեմիայի կուրսանտներ են, նախապատրաստված նյութերը գայի քննչականից փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն։ Արաբկիրի ոստիկանությունը որպես անետ կորած հետախուզում էր 30-ամյա Բաբկեն Մովսիսյանին, ում ինչ որոնողական աշխատանքներ են տանում նրան հայտնաբերելու ուղղությամբ, մարտի 6-ին երեկոյան քաղաքացիներն ազանգում են, թե Փափազյան 23 դրոպ 1 շենքի մոտ գտնվող կիսակառույց ավտոտնակի նկուղային հարկում տղամարդու դիկ է։ Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերում է դին, կողքին էլ ներարկիչներ, արյունոտված բամբակներ եւ պլաստմասե տարաներ լցված բենզինով։ Պարզվում է մահացածը հետախուզող Մովսիսյանն էր, իսկ մահվան պատճառը թմրանյութի չափաբաժնի չարաշահումն է եղել։ Չիքը գոդրաշի, չէ։
շրթունքները Ատամները բերեն Պարզվում է, որ մահացածը նախկինում թմրանյութեր օգտագործելու համար դատապարտված է եղել եւ հաշվառված հոգեբուժական կենտրոնում։ ԽՍՀՄ տարիներին նման մարդկանց ուղարկում են հարկադիր բուժման, ընդ որում պետբյուջեի հաշվին։ Ներկայումս ոստիկանության եւ առողջապահության նախարարության բյուջեն չի բավականացնում, բայց եթե նույնիսկ բավականացներ, ապա հարկադրաբար բուժկենտրոն տեղափոխելու դեպքում որոշ ճակերտավոր իրավապաշտպաններ վայնասունկ բարձրացնեն, թե խախտում եք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ Շաբաթվա ամենաաղմկարույց քննարկվողը կարելի է համարել Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վթար վրաերթը։ Բախվել են ծիծակ համարներով Bentley-ն, Chrysler-ն ու հասարակ Nissan Maxima-ն։ Վթարի վայրում տեղի էր ունեցել նաև մահվան ելքով վրաերթ, եւ ըստ տեղեկությունների այն տեղի էր ունեցել Bentley-ի վարորդի մեղքով։ Թեպետ մեղավոր էր նաև հետիոտը, որը փողոց անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով։ Մինչ դեպքի վայր կժամանեն Երևանի ճանապարհային ոստիկանները, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Աշակյանի գլխավորությամբ Bentley-ի վրայից հանել են 7 համարներ։ Ու ցավալին այն էր, որ դեպքի վայրում հավաքված երիտասարդները ցավում ու ափսոսում են ոչ թե մահացածի, այլ կոտրված Bentley-ի համար, նշելով. «Վախ մորս արև, ափսոսեր է Սավտոն, պատճելներ մենք էլ գոն կանենք»։ Անուղեղները երևի չեն էլ պատկերացնում, որ վթար վրաերթը հնարավոր է տեղի էր ունեցել գոնկայի արդյունքում։ Վերջում հավաքված երիտասարդների սիրելի երկաթյա նժույգները տեղափոխվեցին Տուգանային հրապարակ, հատուկ մեքենաների վրայից համար հանող սիրահարների համար։ Համարը հանելուց առաջ հիշեք, որ ճանապարհային ոստիկանը ձեր բյուջեի զամբյուղը կարող է դատարկել 100,000 դրամի չափով, իսկ հետո կարմիր գլխարկի օրինակով չարթարանաք, թե զամբյուղով տատիկին կարկանդանք ենք տանում։ Դրա համար մեր բյուջեն դատարկվեց։ Էլի պիտի հիշեմ ժողովրդին, ճիշտ եք ասում, որ գեղացիների գլուխը որ եփում ես, ականջները միևնույն է հում ամնում։ Իսկ այս դեպքում ազգային ժողովի падգամավոր Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի ուղեղն է երևի հում։ Ինչու եմ այսպես կարծում։ Նույն ազգային ժողովի ընդունված օրենքներով է, որ ճանապարհային ոստիկանությունը ձգում է օրինախախտ այն վարորդների սանձերը, որոնք խախտում են երթևեկության կանոնները, կատարում են ուղեկցումներ, ավտոմեքենաներին տեղադրում են գերձայնային ազդանշաններ։ Ինչ է, կարող է ընդունված օրենքում հատուկ կետ կա, որ օրենքը չի տարածում падգամավորների ու նրանց փապկասուն զավակների վրա։ Օրերս քաղաքացին Սուրանկյանն էր փոխանցել մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են երթևեկության կանոնները խախտելով Երևանում ճեմում ճերմակ գույնի 8-ով Bentley-ն ու նրան ուղեկցող սև Toyota-ն։ Եվ միշտ Bentley-ի վարորդը, որը падգամավոր Կարո Կարապետյանի տղա 24-ամյա Վարդան Կարապետյանն էր, ուղեկցողի հետ գյուղից եկել ու զմայլվում էր Երևանով, ոստիկանության հատուկ ջոկատայինները հատուկ զմայլվում էին նրանցով։ Այս կադրերն արել եմ այն ժամանակ, երբ падգամավորի որդին բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Հիմա տեսնում եք падգամավորի մոզաիկոտ շորերով տղային, թե ինչպիսի մելամաղձոտ հայացքով են նայում Bentley-ին, ու երևի մտքում արտասանում էր, ինչու ապշած ես Bentley։ Ուգայի պլաշատկի օրվա հերթապահ Ուզբոն հերթական անգամ ապշեց եւ տեսավ, թե ինչ հարուստ ու չալաղ ավար են իպա հանձնում իրեն։ Այնպես որ անպաժելի մարդ չկա։ Բոլոր օրինախախտները թե ճանապարհներին տեղադրված տեսախցիկների, թե սուր անկյան շարժական տեսախցիկների տակ են լինելու։ Այնպես որ ինչ դրամաչափի է լինես, անօրինական շարժերը ֆիքսվելու է։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար, քանի որ բարոյական յուրաքանչյուր կանոնի չափանիշը սերն է, ու ամենակարևորը մարդ լինենք։ Դա ամենադժվար մասնագիտությունն է։ Կհանդիպենք մարտի 17-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։